Եգիպտոսի և Միացյալ Նահանգների ղեկավարների համանախագահությամբ Շարմ էլ-Շեյխում մեկնարկած խաղաղության գագաթնաժողովի ընթացքում ստորագրվել է Գազայի հատվածում հրադադարի հաստատման համաձայնագիրը։ Փաստաթուղթը ստորագրել են Միացյալ Նահանգների, Եգիպտոսի, Թուրքիայի և Կատարի ղեկավարները։ Դոնալդ Թրամփի խոսքով փաստաթուղթը սահմանում է բազմաթիվ կանոններ։ Ստորագրման արարողությանը նախորդած ելույթի ժամանակ Դոնալդ Թրամփը կրկին շնորհակալություն է հայտնել միջնորդ երկրներին։ Նա նաև հիշեցրել է իր օժանդակությամբ լուծված հակամարտությունների մասին։ ԱՄՆ նախագահը հատուկ ընդգծել է գագաթնաժողովին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությունը։ Միասին մենք հասել ենք անհնարինին։ Վերջապես Մերձավոր Արևելքում խաղաղություն է տիրում, նշել է նա, հավելելով. այս պահից ի վեր կկառուցենք ուժեղ, կայուն և բարգավաճ տարածաշրջան։ Ավելի վաղ Աբդել Ֆաթահ աս-Սիսին և Դոնալդ Թրամփը զրուցել են լրագրողների հետ։ Եգիպտոսի ղեկավարը Գազայում հրադադարի համաձայնագիրն անվանել է աննախադեպ ձեռքբերում։ Դոնալդ Թրամփն էլ նշել է Եգիպտոսի կարևոր դերը բանակցություններում։ Նախքան գագաթնաժողովի մեկնարկը տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ։ Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին քննարկումներ է անցկացրել եվրոպական և մերձավոր արևելյան երկրների ղեկավարների հետ։ Հանդիպում են ունեցել նաև Թուրքիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Կատարի ղեկավարները։ Գագաթնաժողովին մասնակցում է նաև Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը։ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն չի մեկնել Եգիպտոս, պատճառաբանելով ժամանակի սղությունը հրեական տոնին ընդառաջ։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ հաջողություն է մաղթել Շարմ էլ-Շեյխի հանդիպման մասնակիցներին, շեշտելով. Գազայում խաղաղության վերաբերյալ Թրամփի ծրագիրը լավագույնն է, որ այժմ դրված է բանակցությունների սեղանին։ Միևնույն ժամանակ Լավրովի խոսքով Թրամփի պլանը չի լուծում պաղեստինյան պետականության խնդիրը։ Եգիպտոս մեկնելուց առաջ Դոնալդ Թրամփն այցելել է Իսրայել, որտեղ նրան ընդունել է վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ Թրամփի այցի օրակարգում են եղել ելույթն Իսրայելի խորհրդարանում և հանդիպումը պատանդների ընտանիքների հետ։ Քնեսեթի պատգամավորների մի մասն ի պատիվ ԱՄՆ ղեկավարի կրել է գլխարկներ Թրամփը խաղաղության նախագահ վերտառությամբ։ Դոնալդ Թրամփին Քնեսեթում դիմավորել են հոտնկայս ծափահարություններով։ Սա պատմական արշալույս է նոր Մերձավոր Արևելքի համար, իր ելույթում նշել է Թրամփը, շնորհակալություն հայտնելով Նեթանյահուին, ինչպես նաև արաբական երկրներին, որոնք օգնել են բանակցություններում։ Թրամփի խոսքով այժմ Իսրայելի և ամբողջ տարածաշրջանի համար ոսկե դար կսկսվի։ ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ Համասը կզինաթափվի։ Բացի այդ, նա պատրաստակամություն է հայտնել բարեկամության ձեռք մեկնել Իրանին և համաձայնագիր կնքել, երբ Թեհրանը պատրաստ լինի դրան։ ԱՄՆ նախագահի խոսքով Իրանը լուրջ հարվածների է ենթարկվել հունիսին և չի վերսկսի իր միջուկային ծրագիրը։ Նա միևնույն ժամանակ ասել է, որ Իրանի և Իսրայելի միջև խաղաղության համաձայնագիրը հրաշալի կլիներ, և իր թիմը կարող է դա անել, բայց նախ պետք է զբաղվել Ռուսաստանի հարցով։ Թրամփը նաև Իսրայելի նախագահին խնդրել է ներում շնորհել Նեթանյահուին, որի նկատմամբ այժմ դատական գործ է ընթանում կոռուպցիայի մեղադրանքով։ Սպիտակ տան ղեկավարի ելույթի ժամանակ ընդդիմադիր պատգամավորներից մեկը պաստառ է պահել, որի վրա գրված է եղել «Ճանաչեք Պաղեստինը»։ Մյուս պատգամավորների դժգոհության ֆոնին նրան արագ հեռացրել են դահլիճից։ Թրամփի այցն Իսրայել տեղի է ունեցել Գազայում հրադադարի համաձայնագրի առաջին փուլի իրագործմանը զուգահեռ։ Համասը վերադարձրել է իր մոտ պահվող բոլոր ողջ մնացած 20 պատանդներին։ Դրա դիմաց իսրայելական բանտերից ազատ է արձակվել գրեթե 2000 բանտարկյալ։ Նրանց մի մասը ժամանել է Գազա, մի մասն էլ Ռամալլա։ Միևնույն ժամանակ իսրայելական կողմը Համասին մեղադրել է համաձայնագիրը խախտելու համար, նշելով, որ շարժումը հայտնել է 4 զոհված պատանդի աճում վերադարձնելու մասին 28-ի փոխարեն։ Էմանուել Մակրոնը Եգիպտոս ժամանելուց հետո Ֆրանսիան ապակայունացնելու համար մեղադրել է ընդդիմությանը և հայտարարել, որ մինչև 2027 թվականին իր նախագահական ժամկետի ավարտը հրաժարական տալու մտադրություն չունի։ Միևնույն ժամանակ վարչապետի պաշտոնում վերանշանակված Սեբաստիան Լկորնյուն նախարարների նոր կաբինետի նիստ է անցկացրել։ Նա հայտարարել է, որ իր գլխավոր նպատակը քաղաքական ճգնաժամը հաղթահարելն է։ Հոկտեմբերի 6-ին կառավարության կազմը հայտարարելուց 14 ժամ անց Լկորնյուն հրաժարական էր տվել, պաշտոնավարելով ընդամենը 26 օր։ Ընդդիմադիր կուսակցություններն ազգային ժողով են ներկայացրել կառավարությանն անվստահություն հայտնելու մասին բանաձևի նախագիծ։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ելույթ է ունեցել ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 71-րդ նիստում, որին մասնակցում են գրեթե 50 երկրների պատվիրակություններ։ Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահին պետք է ստիպել գնալ խաղաղության։ Նրա խոսքով, եթե հաջողվել է Համասին ստիպել վերադարձնել պատանդներին, ապա Վլադիմիր Պուտինին էլ կարելի է ստիպել վերականգնել խաղաղությունը։ Միևնույն ժամանակ Կիև է այցելել Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։ Նա հայտարարել է, որ Ռուսաստանի ամառային հարձակումը ձախողվել է և տարածքային շատ ձեռքբերումները տեղի են ունենում մեծ գնով։ Միևնույն ժամանակ, ըստ Կալասի, Ռուսաստանի ռազմական տնտեսությունը թուլանում է։ Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհան իր հերթին նշել է, որ ևս 7 երկիր ցանկություն է հայտնել ներդրումներ կատարել Ուկրաինայի համար զենք ձեռք բերելու ՆԱՏՕ-ի նախաձեռնության մեջ։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։